Մեր բոլոր հետևորդներին բարի երեկո, հույսով եմ ձեր տրամադրությունը լավ է և նաև ողջունեք բոլոր նրանց, ովքեր նայելու են այս ետերը YouTube-յան ալիքներում։ Ասեմ, որ մենք միշտ փորձում ենք կարևոր թեմաների շուրջ խոսանք, քանի որ ամեն մի եթերը շատ կարևոր է մեզ համար և ամեն մի եթերը մենք պետք է այսպես ասած տրամադրենք կամ մեր լավ հյուրերին, հարգված մարդկանց, կամ խոսանք ինչ-որ շատ կարևոր բաների մասին, հա։ Այսօր ես կուզենայի, որ մենք մի քիչ խոսանք Գյումրի ընտրությունների մասին, բայց նաև տարբեր թեմաներ, որը հիմա շատ կարևոր է մեր էջերում, դրա մասին էլ կխոսանք, եւ ասեմ, որ ցավում եմ, երբ ես իմ բարի երեկո, ցավում եմ, երբ ես իմ եթերս պետք է նաև ծախսեմ ինչ-որ, այսպես ասած, շատ փստլիկ մարդկանց վրա, սա ինձ համար իսկապես դժվար է, քանի որ մենք այն աստիճանի կարևոր խնդիրների մասին եք խոսում մեր եթերում, որ ես դաժե այսօր մտածում եմ, արդյոք ես իրավունք ունեմ ծախսեմ իմ եթերս, հա, շատ փոքր մարդկանց վրա, այսպես ասած զիբիլի մակարդակի, բայց քանի որ իրավիճակը այնքան է խառնվել եւ սրվել, որ մարդիկ կան, առանձին մարդիկ, որ չեն հասկանում որն է ճիշտը, որն է սուտը, ցավոք սրտի, այո, նաեւ մեր եթերներում պետքա զիբիլ մարդկանց վրա էլ ժամանակ ծախսենք, եթե մեր հետևորդների մեծ մասը շփոթվում են մեծ մարդկանց, փոքր մարդկանց մտածում են, թե այդ մարդիկ, այդ փոքր մարդիկ մեծ մարդիկ են, այո, պետք է նաև խոսանք դրա մասին։ Կիսվեք այս եթերով, շատ կարևոր եթեր է լինելու եւ մենք սկսելու ենք մեր եթերը այս երկու անձնավորությունի մասին եմ խոսելու, նկարների վրա Հայկ Նազարյանն է եւ Հովիկ Ագազարյան ԿՓ-ի падգամավորն է ինքը եղել, հետո դարել է իբր անկախ падգամավոր։ Տեսեք, ահագին ժամանակ, ես ընդհանրապես նույնից եմ ուզում կրկնեմ, որ ցավում եմ, որ այսօրվա իմ եթերից մի մասը ես ծախսում եմ ոչ թե Կարեն Ջալավյանի վրա, Տաշիր Սամոյի վրա, Գագիկ Ցարուկյանի վրա, այլ զիբիլ անձնավորությունի վրա, քանի որ ես նորից եմ կրկնում, որ գտնում եմ, որ մեր եթերները պետք չի, որ մենք ծախսենք շատ sense փոքր կեղտերի վրա, բայց երբ փոքր կեղտը ստում է շատ մեծ քանակի մարդկանց, պետք է այդ փոքր կեղտի մասին շատ ուշադիր մենք լսենք, նաև շնորհակալ եմ, որ Ռոբ Մովսիսյանն էլ է մեր լավ ընկերը մտել մեր եթերը, Նինա Աջեմյան, большой привет, ուշադիր եկեք մենք ուրեմն լսենք։ Մարդիկ կան, ովքեր հաչում են իրանց էջերից, ստում են եւ մենք լրում ենք, քանի որ մենք գտնում ենք, որ պետք չի շատ փոքր մարդկանց վրա ուշադրություն դարձնել եւ գալիս է այն պահը, երբ այդ մարդը այնքան է անցնում կարմիր գծերը, որ արդեն այո պետքա պատասխանը տրվի։ Այսօր ես իմ համացանցում տեղադրել եմ տարբեր կայքերից ինֆո, երևի դուք տեսել եք իմ ռուսական էջում ես տեղադրել եմ ասեմ որ կայքից, որպեսզի չշփոթվենք։ Media News կայքից ինֆո եմ տեղադրել, Media News տեսեք, հա, Media News։ Եվ անգլերեն էջում նույն Հայկ Նազարյանի մասին ես տեղադրել եմ յուտ Արարատ 24 News-ից, այսինքն տարբեր կայքերից, հա։ Հիմա տեսեք, այս տղան, ում ես համարում եմ զիբիլ, այո, զիբիլ, քանի որ իր մակարդակը էդ է, այս տղան, այսօր իր էջում հաչում է, որ իբր դատի է տալու, իրան պատիվը պետքա ինքը պահի, ուրեմն Հայկ Նազարյան, սկզբից շատ կարևոր բան նշեմ, մարդ եթե ուզում է իր պատիվը պահի, այսինքն պահպանի, չգիտեմ, երբ խոսում է պատի մասին, սկզբից պետք է մարդուն պատիվ լինի, որպեսզի ինքը պահանջի, որ իր պատիվը դատարանը պաշտպանի։ Քեզ որպես անձնավորություն ոչ մի պատիվ չունես եւ ոչ մի հարգանք չունես եւ դու չես կարող պատվի մասին խոսաս։ Հիմա լսի Հայկ Նազարյան եւ այն մարդիկ, ովքեր սխալում են այդ տղու վրա։ Դու, այսինքն այս տղան վերջի 6 տարին բոլորին պատմում էր Հայաստանի տարածքում եւ ընդհանրապես Հայազգին, սփյուռքահայերին, որ ինքը աշխատում է վարչապետի մոտ, որ ինքը պրախոտ ունի վարչապետի մոտ, որ իր համար սաղ ճանապարհները կանաչ են,
հա, այս տղան իսկապես աշխատում էր վարչապետի մոտ, բայց աշխատում էր հայատներն էր հավաքում, ինքը նայում էր հայատներին, խոզ отряд, հա, այսինքն խազեստվինի գործեր, ոնց են հայերեն ասում, եթե կարելի է հիշեցրեք Նինա ջան, ոնց է իր գործի անունը եղել, խազեստվինի աշխատանքներ, հա, այսինքն տարածքում որտեղ ապրում է վարչապետը, ինքը անում էր տարբեր խազեստվինի գործեր։ Լավ, անում ես այդ գործերը, լավ ես անում։ Ով է քեզ թույլ տվել, Հայկ Նազարյան, ով է քեզ թույլ տվել դու 2018-2019 թվականներին գաս Ամիրյան փողոց Գենեցվալե ռեստորան մտնես, հա, եւ սպառնես տարբեր բլոգերներին, նաեւ ինձ։ Հիմա պատմում եմ ինչ ա եղել տնտեսական գործով, այո, տնտեսական գործերով էր զբաղվում վարչապետի մոտ Հայկ Նազարյան անունով անձնավորությունը։ Ուրեմն պատմում եմ, Ամիրյան փողոցի վրա Երևանում կա Գենեցվալե ռեստորան։ Մեր լավ ընկեր Կարինե Շահբազյանը սեղան ակցել եւ հրավիրել է մեզ նաեւ ինձ ռեստորան։ Այնտեղ սեղանին նստած եղել են մի խումբ մարդիկ, ում դուք եք ճանաչում, ասեմ օրինակ մեր լավ ընկեր падգամավորի օգնական Միքայել Միքայելյանը եղել է սեղանին նստած, նաև եղել է Կրիստինե Վարդանյանը, ով քաղաքապետարանում ավականի անդամ է, ԿՓ-ի ավականի անդամն է։ Ուրեմն մենք նստած ենք բոլորս, նաև Կարինե Շահբազյանը մեր լավ հրաշք ընկերը, եւ մտնում է այս տղան եւ ասում է, որ ինքը վարչապետի ընկերն է, ինքը վարչապետի աջ ձերքն է եւ վարչապետը полный իրան դավեր է անում, ինքը պատասխան է տալիս վարչապետի սաղ охранային, հա, այս տղան է խոսում։ Բոլորիս մոտ եւ սա վկա են եղել։ Ու ինքը կոնտրոլի տակ է պահելու, ինքը տենում է, որ ինձ սպառնում են, Ռոման ջան, դու ինձ չես ճանաչում, ես կարամ բոլորին տեղը դնեմ, ջարդեմ, ով քեզ նեղացնում է, այս տղան ասում։ Սրան вообще չեմ ճանաչում, ես չգիտեմ ինչ իրավունք ունի ինքը գա, մեր սեղանին վեր ինգնի, ով է իրան թույլ տվել вообще։ Հա, ասեցի, այս Հայկ Նազարյանին բոլորը վկա են, Կրիստինեն, Միքայել, բոլորը։ Ասում եմ, ինձ ոչ մի բան պետք չի։ Դուք ով եք, ես չեմ ճանաչում, ինձ ոչ մի բան պետք չի, տղա ջան։ Չէ, ես վարչապետից եմ, ես վարչապետի հետ եմ աշխատում, վարչապետը ընտանիքը եւ իմ ընտանիքս, մենք մի հատ ձեռի նման ենք, վարչապետը սիրում է իմ կնգաս, իմ երեխուս, մենք սաղ մինտեղ ուտում, խմում ենք եւ այլն, այլն։ Այս սրա զրույցներն է բոլորի մոտ։ Սրան շատ կոպիտ, ակուրատն է մի կողմից, բայց շատ կոպիտ ու ուբիդիցիան, ասեցի, ինձ ձեր օգնությունը պետք չի։ Ոչ մի բան ինձ պետք չի, Հայկ Նազարյան։ Ես չգիտեմ ձեզ եւ ինձ քիչ է հետաքրքրում որտեղ եք դուք աշխատում։ Մի հատ հարց տամ։ Դու Հայկ Նազարյան աշխատում ես վարչապետի խազեստվինը ադելում։ Քեզ ով է հանրարարություն տվել, ոչ թե մենակ Ռոման Բաղդասարյանին սպառնես եւ գաս ասես կոնտրոլի տակ պետք է պահես, այլ նաեւ բարձում է որ բոլոր բլոգերների մոտ համարյա դու այցելել ես առանց ոչ մեկից հարցնելու, առանց թույլտվության, դու ով ես, տղա ջան, դու ինչ զիբիլ ես, որ ինձ կամ ինչ որ ուրիշ լրագրողի, բլոգերին աշխատելով ինչ որ խազեստվինե ատրյադում, գաս ասես որ դու մեզ ուզում ես կոնտրոլի տակ պահես, կամ էլ դուք ես բոլորին կարամ ում պետքա ջարդեմ, դու ով ես։ Հիմա տեսեք Ժողովուրդ ջան, ինչի է այս տղան, սա հայ Երևանի մասշտաբով վազվազում բլոգերներին սպառնում եւ վարչապետի անունից, հա, ասում որ ինքը կոնտրոլի տակ է մարդկանց պահելու։ Ես բացատրում եմ։ Հասկացեք, որ սա вообще վարչապետը տեղյակ չի։ Այսինքն վարչապետը կառավարությունը ոչ մի կապ չունեն այս մարդու պահվածքի հետ։ Այսինքն այս մարդը իրանց հետևից, վարչապետի հետևից աշխատելով վարչապետի մոտ, իր մեջքի հետևից ինադու էր դա անում։ Բացատրեմ հիմա ինչի։ Քանի որ մինչև 2018 թիվը մենք ունեցել ենք Սերժ Քոչարյան, Գագիկ Ցարոկյան եւ իրանց մոտ աշխատակիցները նույն ձևի գալիս են sense այս ձևի խոսում էին, այս մարդուն հանրարարություն են տվել, որբեզի ինքը ցեղ շպրտի վարչապետի անվան վրա ու այս ձևի լկտի պահվածքով շրջվի Երևանով եւ Հայաստանի մասշտաբով եւ վարչապետի անունից մարդկանց սպառնի, մարդկանց ուգրաժատ անի, ասա ես վարչապետի մոտ եմ աշխատում, ես հարցեր եմ լուծում, ինչա պետք, ասա sense, ասանենց, լսի Հայկ Նազարյան ինձ ոչ մեկի օգնությունը, մանավանդ քո օգնությունը, ինձ պետք չի եղել եւ պետք չի լինելու,
քանի որ ես քեզնից եւ քեզ նման տականքներից տարբերում են դրանով, որ ես աշխատում եմ եւ ապրում եմ օրենքի համաձայն։ Ինձ ոչ մի մեջ պետք չի։ Լավ։ Հիմա տեսեք, պարզվում է, այն որ այսօր ես տեղադրել եմ, որ ինքը իր կնոջ հետ էր աշխատում վարչապետի մոտ, Արմինե ջան, միջ հիմա իր կնոջ կինը աշխատում է, ես ճիշտն ասած իր կնգա մասին վատ բան լսած չկամ, ես գուցե վատ բաներ անում, ես չգիտեմ, կոնկրետ այս մարդու կինը միջ հիմա աշխատում է վարչապետի մոտ, բայց իր կնգա մասին ես ոչ մի վատ բան չեմ լսել, ինչքան 6 տարում բաներ եմ կեղտոտ լսել, այս մարդու մասին եմ լսել, այս կպատմեմ։ Հա, հիմա տեսեք, այսօր այս տղան ասում է, որ ինքը ոչ մի կապ չունի Հովիկ Ագազարյանի հետ։ Հիշեցնեմ, որ ես տեղադրել եմ իմ կայքերում տարբեր սայթերից ինֆո, այդ որ Հայկը, չգիտեմ, հաչում է իր եթերից, Հայկ ջան, այդ կայքերը, հայկական կայքերը, որը կա Երևանում, հա, Media News-ը, Ararat 24 News-ը, եթե դու ուզում ես օրինակ կրվես այդ կայքերի հետ, այդ կայքերը Երևանում եմ գտնում, իրանց ունեն խմբագրություններ, հեռախոսներ, email-ներ, այս մարդիկ տեղադրել են ինֆոն, որը տեղադրել է, հա, այդ ինֆոն դատախազությունը։ Հիմա դու ասում ես, որ Հովիկ Ագազարյանի հետ դու այդ տականք ոչ մի գործ չունես։ Բայց նույն դաժե Հովիկ Ագազարյանը ամեն տեղ ասում էր, որ քեզ հետ կապ ունի։ Արի մի հատ ցույց տամ։ Դու ասում ես Հովիկի հետ կապ չունես։ Հետևանք չեք կարող առաջացնել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեն մեղադրում, ասում են հեռախոսում ինչ-որ բան է հայտնաբերվել, որը վարույթ նախաձեռնել։ Հեռախոսը բանը հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող ընտրեք 23000 իբրցե։ Եվ ինքը չի արել, որ փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված էր բարձրացել, հիմա իր վրա։ Հա, այսինքն Հայկ Նազարյանը ահագին մարդկանց հետ աշխատելով վարչապետի մոտ, այս մարդը շփում է սրա հետ, նրա հետ, վարչապետի անունից մարդկանց կոնտրոլի տակ է պահում, չգիտես ինչով է ինքը զբաղվում։ Եթե դու աշխատում ես խազայստվինե отделում, դու ինչ գործ ունես այս ռազմորկանների, այս հանցագործների հետ, Հովիկ Ագազարյանի հետ, կաշառքների հետ եւ այլն, Հայկ։ Դու աշխատում ես խազայստվինե отделում, դու ինչ կապ ունես այս կեղտոտ հանցագործների հետ, կաշառքների հետ, հա, եկեք մի հատ հասկանանք։ Իմիջիայլոց հիշեցնեմ, որ հիմա այս մարդը չի աշխատում վարչապետի մոտ, հիշեցնեմ, որ այս մարդուն գործից հանել են, եւ Հայկ, դու չես ուզում պատմես մարդկանց, ինչի համար են քեզ գործից հանել։ Այսինքն դու եղել ես սուրբ, դու աշխատել ես հոյակապ, դու ոչ մի խախտում չես արել եւ քեզ հանել են գործից, եկեք մի հատ հասկանանք, ես ուզում եմ հասկանամ, քեզ ինչի են դուրս շպրտել գործից, եթե դու սուրբ տղա ես։ Անհասկանալի է։ Հիմա տեսեք, այս տղան օրենք է խախտում, ճնշում է լրագրողների եւ բլոգերների վրա, առանց հարցնելու վարչապետից, առանց թույլտվություն, вообще ինքը ով է, որ իրան էլ տենց թույլ տան, կյանքում տենց բան չկա ու հավատացեք, որ վարչապետը ընդհանրապես տեղյակ չէ այս մարդու պահվածքից եւ ինչեր է ինքը արել եւ անում, հասկանում եք։ Եթե դու Հայկ աշխատում ես վարչապետի մոտ, դու պետք է հասկանաս, որ ոչ մի քո քայլը ոչ մի քո խոսքը, ոչ մի քո պահվածքը, հա, պետք է վնաս չտա վարչապետին եւ ԿՓ-ին։ Եկեք մենք հետևորդներից հարց տանք։ Դուք համաձայն եք, որ եթե այս մարդը աշխատում էր վարչապետի մոտ, ինքը պետք է իր պահեր, հա, սկրոմնի, կուլտուրական, ոչ միտեղ իր քիթը չկոխեր։ Դուք համաձայն եք ինձ հետ, որ մարդ, ով աշխատում է խազայստվինե отделում, պետք է իրան պահի կուլտուրական։ Այս մարդը գցում է նկարներ վարչապետի հետ, ոնց է վարչապետը խտում իր երեխան, այսինքն օգտագործելով այս նկարը, հա, այս նկարը, օգտագործելով նկարներ, որտեղ վարչապետի իր երեխու հետ է, որտեղ ինքը կողում է իր երեխուն Աննա Հակոբյանի ձեռը, այս նկարները ինքը օգտագործելով խափում էր ահագին մարդկանց։ Ինչի է Հայկ Նազարյանը շատ վախենում մեզնից։ Բացատրեմ, ինչի էր ինքը ստում իր էջերից իմ մասին, խացա ես իր հետ ծանոթ չեմ։ Բացատրում եմ ձեզ, քանի որ բոլոր այն մարդիկ, ովքեր շատ լուրջ մեղադրանքների մասին են խոսում Հայքի հանդեպ,
Հայկը հասկանում էր, որ բոլորը ինձ գրում են, օրինակ Ֆրանսիայից Վիոլետան պատմում էր նենց բաներ էս մարդու մասին։ Դրա մասին գիտե եւ նաեւ մեր հարգելի Ավետյանը, դրա մասին գիտե մեր հարգելի Տերեզա Ասատրյանը, դրա մասին գիտե կես Երևանի բլոգերները եւ լրագրողները։ Այն որ Հայկ մենք լրում ենք, դա չի նշանակում է, որ մենք ոչ մի բան չգիտենք, Հայկ։ Վիոլետայի պատմությունը սա Երևանը իմանում է, Հայկ։ Դուրս արի եթեր ու պատմի ինչ խնդիրներ ունես ֆինանսական Վիոլետայի հետ։ Ինչ ես դու վերցրել այդ կնիկը, ինչ ես գիդատարել, ինչ խոշոր գումարների մասին է խոսքը գնում, Հայկ։ Դու վարչապետի մոտ աշխատելու ժամանակ օգտագործել ես նկարները, որը արել ես վարչապետի հետ, դու մարդկանց ստել ես, ճնշել ես, սպառնել ես, փողային ինչ որ խնդիրներ, սկանդալների մեջ ես մտել եւ դու մեղադրում ես մեզ մենք ոչ մի կապ չունենք քո քաքերի ու քաքոտ գործերի հետ։ Ումին ես դու մեղադրում։ Դու ուղակի վախենում ես, ուղակի վախենում ես, հա, որ քո գործերը բացվի, հա։ Նույնն է այս մարդը։ Այս մարդի հետ մենք ծանոթ չենք ընդհանրապես։ Սա եթե դուք հիշում եք, падգամավոր է եղել, ԿՓ-ի падգամավորն է եղել։ Եվ ցավոք սրտի ես вообще չգիտեմ ոնց է այս падգամավորը դարել падգամավոր, ով է вообще թույլ տվել, որ այս ձևի տականքը դառնա падգամավոր։ Սա շատ մեծ հարց է, ոնց է սա ընկել вообще ԿՓ-ն։ Այսօր իրան մեղադրանք են տվել եւ ինքը իրավունք չունի Հայաստանից դուրս գա։ Նույն ձև այս մարդին ես չեմ ճանաչում, պարզում է որ սա կաշառքներ է վերցրել, ինչ որ ոչխարների համար մեծ խոշոր փողեր է վերցրել, չգիտեմ ով, դաժե ինձ հետաքրքիր չի։ Բայց սա հերոստալիկներից տարբեր ստեր էր տարածում, ինչի, որպեսզի մարդկանց շփոթի, այսինքն նենց թեման ստեղծի, որ իբր ինքը մեղավոր չի, իր վրա, չգիտեմ, կեղտ են լցնում, բայց այս մարդը ինքը սկզբից տակից գլուխ կեղտ է։ Քանի որ կներեք մի հատ մարդ ով եղել է դաշնակ, հետո դարել է, չգիտեմ, նորից ԿՓ, ոնց կարող է դաշնակը դառնա ԿՓ, դե լավ, դարել ես դու ԿՓ։ Այս մարդու հետևից ես ուշադիր նայում էի, ԿՓ-ում ինքը աշխատել ժամանակ գնացել է Հայաթում, ոտով խփել է ու միրգը, այդ մարդիկ ովքեր վաճառում են միրգը Երևանի փողոցներում, ոտով խփել է, այդ միրգը սաղ ջարդել, հա, գցել։ Ինչի համար է այս մարդը տենց արել, որպեսզի մարդիկ նայեն այդ կադրը, սա հայ ազգա, ասի ԿՓ-ի падգամավորները լոկտի են, այսինքն տեսեք ինչ խիտրի բան անում։ Գնում է միրգը խփում է փողոցում, ինքը որպես ԿՓ-ի падգամավոր, որպեսզի սա հայ ազգա, ասի ԿՓ-ի падգամավորները լոկտի են, Գագիկ Ցարոկյանի падգամավորները նման են, սա շուտվանից դավաճան է, շուտվանից ինֆո էր տալիս հրապարակ թերթին, շուտվանից օգնում էր դաշնակներին։ Հիշում եք, չէ, Գայանե Սոսյան, Карине Аршакуньи, ты согласна, да, со мной, что он почему вот эти фрукты швырнул? Чтобы создать образ, что КП падգամավորներն են, տենց ոնց հին падգամավորները։ Սա ահագին կեղտ է արել, ահագին։ Նստած հերոստալիկներում, չգիտես, իմ մասին է խոսում, իմ էջերի մասին է խոսում, ես ոչ մի կապ չունեմ սրա հետ։ Ինքը ուզում է սուտ ասի, որ իբր իրան ճնշում են։ Չէ, սա տականք է, կաշառակեր, հա, կաշառակեր, տականք, ու իր դեմքի վրա էլ է սա գրած, որ ինքը տականք է։ Հա, բայց գիտեք ինչն է ցավալի, որ մենք կարդում ենք տարբեր կայքերում, որ այս տղան այս մարդը իր էջից ինչ որ բոզություն անող աղջիկների հետ հանդիպում էր եւ նաեւ կայքերում դուք տեսել եք որ գրել են որ նաեւ տղաների հետ էր հանդիպում մի հատ մարդ ոնց ինչքան դու պետքա խլագար լինես որ քո էջից փողով հա հանդիպես բոզերի հետ եւ տղա եւ աղջիկների հետ ոնց գրում են տարբեր կայքերում որ իրան բռնել են ու ցույց են տվել այսինքն մարդ այնքան հաբրգած է որ լևը անկետից չի դանում իր անկետից է դանում եւ գիտեք ինչն է ցավալին որ այս մարդու կինը շատ հոյակապ հրաշալի կին էր որը հիմա չկա քանի որ հիվանդությունից ինքը մեռել է իր կինը աշխատում էր ազգային ժողովում մի անգամ չէր ժպտում քանի որ այս ձևի մարդը եթե լինի քո մարդը դու ոնց կարաս ժպտաս ու ես պատկերացնում եմ իր կնգավիճակը երբ ինքը տեսել է այդ իր շփումները բոզության անող աղջիկների եւ տղաների հետ ես պատկերացնում եմ իր շոկը երբ իր կինը կարդում էր համացանցում ոնց էին գրում որ եւ այս մարդը նոր ինտերվյու է տվել որ ինքը
ինքը մեղավոր չէ, որ այդ տղերքի հետ հանդիպել է, այդ տղերքն են իրան գրել, այդ տղերքն են իրան դիմել։ Մարդ ունի մեծ տղերք ու չի ամանչում դուրս է գալիս, 2 հատ հաղորդավար կա իրանց հետ ինտերվյու արել, մարդ պատկերացնում եք մեծ տղերք ունի, ասում է ես չեմ այդ տղերքին ուզեցել, այդ տղերքն են Ամերիկայից ինձ գրել։ Մարդ խելքը պետք է իրոք պակաս լինի, որ տենց լինի։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, շատ կարճ։ Ամենակարևորը մարդ լինի մաքուր, ազնիվ, երբ դու մաքուր ես եւ ազնիվ ես, ոչ մի բանից դու չես վախենում։ Երբ դու տականք ես, հանցագործ ես, դու այո սկսում ես ստել, սուտ տարածել։ Ես իմիջիայլոց sense մի բան ասեմ, այն մարդիկ ովքեր ֆոտոներ են դնում Փաշինյանի հետ, իրանց երեխոցը կողում են իրանց ձերը, իրանց ավատար կանան դնում, ստում են, որ իբր իրանք մոտիկ են վարչապետի հետ, դրանք արդեն սկզբից տականք են, քանի որ հավատացեք, այն մարդիկ ովքեր իրոք հարգում են վարչապետին եւ իր կնոջը, կյանքում ոչ մի տեղ չեն ասելու, որ իրանք մոտիկ են վարչապետի հետ եւ կյանքում իրանք այդ նկարները, հա, չեն տարածելու ամեն օր կողելու Messenger եւ Facebook, ասեն, տեսեք, մենք աշխատում ենք վարչապետի մոտ։ Հասկանում եք, ոնց կարող է մարդ, ով իրոք հարգում է վարչապետին, իր նկարները սավաղ գցի համացանց ու ասի ես վարչապետի կողքին եմ եւ ինչ ուզում եմ անում եմ։ Դες բան չկա։ Եւ այն մարդիկ ովքեր ասում են իբր դա իրանք չէ որ շատ մոտիկ են վարչապետի հետ, հավատացեք, ես 100% ինֆո եմ ձեզ տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը Աննա Հակոբյանը բոլորի հանդեպ հավասար են վերաբերվում։ Այսինքն եթե դուք տենում եք ինչ որ էջում, որ ինչ որ մարդ կողում է իր երեխուն Հայկ Նազարյանի նման Փաշինյանի ձեռը եւ ինքը Փաշինյանի ընկերն է, այտենց բան չկա։ Երկրորդ ամենակոնկրետ ինֆորմացիան, որը դուք ստանաք, հավատացեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը ամենաշատը սիրում են այն մարդկանց, ովքեր տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում հանգիստ, սուսուփուս իրանց գործը տենում են, ծառայում են սահմանում, հաց են թխում գիշերը, հա, գիշերը նստում են հիվանդների մոտ հիվանդանոցում, ճանապարհներ են սարքում։ Ամենաշատը հարգում են եւ սիրում են այն մարդկանց, ովքեր հասարակ են, ազնիվ են, ովքեր օրենքը չեն խախտում։ Հավատացեք, որ վարչապետը, ով շատ հասարակ տղա է, ինչ հիմա, չնայած որ արդեն 6 տարի ինքը իշխանությունն է, չէ՞ ձերը։ Ինքը հասարակ տղա, ինքը չի կարա հարգի մի հատ մարդու, բարի երեկո Ռուբեն ջան, ով սենց լոպազվարի խոսում է։ Դա անհնարին է, ընդհանրապես հավատացեք, ինքը հարգում է հասարակ, պրաստոյ մարդկանց։ Ու բոլոր մարդիկ, ովքեր սենց լոպազվարի, ռաբիզվարի, քյարթու, սենց բաներ են անում, որ իբր իրանք վարչապետի մոտիկ են, չգիտեմ ինչ, դրանք արդեն սուտասան են եւ ոչ մի բան իրանց ասելիքներից իրականությանը չի համապատասխանում։ Մենք պետքա ոչ թե նկարներով մեր գործը առաջ տանեք։ Մենք ունենք 2 ձեր, 2 ոտ, գնա աշխատի, դու քո քորնիկով կոպեկներ աշխատի։ Երբ մարդիկ օգտագործում են կառավարության անդամների հետ նկարները եւ դրանով գործեր են առաջ տանում, արդեն դա շատ բան է ասում այդ մարդկանց մասին։ Շատ բան է ասում։ Դրա մասին եմ ուզում ասել, իսկ շատ կարճ Գյումրիի մասին ասեմ, որ ես ճիշտ ասած ոչ մի մտավախություն չունեմ Գյումրի հանդեպ, քանի որ գյումրեցիները իրանք կորոշեն ով է լինելու իրանց քաղաքապետը, գիտեք ինչ, ում կընտրեն նա է լինելու է եւ ինքն է ղեկավարելու իրանցով։ Ես կարամ մենակ շատ կարճ բան ասեմ, որ 6 տարի մենք Գյումրիի մոտ կայնած եք, ահագին օգնել եք եւ զինվորներին եւ զոհված ընտանիքներին եւ վերավորներին, ահագին հոլովակներ եք նկարել, ահագին մանկապարտեզներին եք օգնել, բայց կարամ ասեմ, որ ես Գյումրին սիրում եմ այն օրերին, այն ամիսներին, երբ ես գիտեմ, որ Գյումրիում չկա կրիմինալ, այսինքն Գյումրին եթե մեջ չկա կրիմինալ եւ եթե Գյումրին լինելու է կրիմինալ քաղաք, ինչքան էլ մենք ուզենանք գնանք Գյումրի, իմ կոնկրետ իմ սիրտս չի ուզենալու գնա Գյումրի։ Հիմա ես տենում եմ, որ այդ Սարիկ Մինասյանը, որը ԿՓ-ից է, ինքը շատ կուլտուրական մարդ է, ասում եմ դա սրտանց, հա, ինձ համար Գյումրին Նազելի Բաղդասարյանն է, Սարիկն է, կոնկրետ ոչ թե ԿՓ-ի պատճառով, այլ ով ԿՓ-ն ներկայացնում է Գյումրիում, իրանք բոլորը կրիմինալի հետ կապ չունեն։ Այդ ձևի Գյումրին եմ ես տենում։
Բայց եթե մենք խոսում ենք այն անձնավորությունների մասին, ովքեր կրիմինալ են, կոնկրետ ես, ինչքան էլ սիրեմ Գյումրին, ես չեմ գնալու Գյումրի, եթե Գյումրի քաղաքապետը լինի կրիմինալ։ Потому что ինձ թվում է բոլորը ինձ հետ համաձայն են, որ մի հատ քաղաք, որտեղ Հովհաննես Շիրազ կա, տարբեր գրողներ, քաղաք, որը ասում է, որ իրանք բան գորոդ մաստերով, հա, գորոդ մաստերով, այդ քաղաքը չի կարա լինի կրիմինալ։ Ու կոնկրետ ես ներողություն եմ խնդրում, որ ես այդպես բան եմ ասում, ես եւ իմ ընկերներս, եթե այնտեղ ընտրվի կրիմինալ, կոնկրետ ես չեմ գնալու Գյումրի, ոչ մի բան չեմ նկարելու, ու ես հերոյ եմ բոլոր քաղաքներից եւ գյուղերից, որտեղ կա կրիմինալ, կապ չունի դա Գյումրի է, կապ չունի դա ինչ քաղաք է։ Այսքանը կարամ ասեմ ես։ Ես չեմ ուզում գնամ մի հատ քաղաք, որտեղ կրիմինալ կա։ Այսքանն իմ բան։ Շնորհակալություն։